Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք եւ առողջ ենք եւ կարող ենք գալ Փրկչի ոտքերի մոտ եւ սովորել նրանից։ Թող Աստված մեզ օրհնի այս ժամվա մեջ, որպեսզի մեր մտքի վրա ազդի իր Սուրբ Հոգով, որպեսզի ճիշտ հասկանանք Աստվածաշունչը եւ նաեւ իր շնորհքով կիրառենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է մեծ պայքար։ Այդ մեծ պայքարը Աստծո եւ Սատանայի միջև է։ Եվ արդեն հասել ենք 10-րդին, որը կոչվում է բացահայտված ոգեհարցություն։ Հիշելու համարն է, քանի առաջին Թեսաղոնիկեցիս 4:16-17 համար։ Քանի որ Տերն ինքը հրամանի ազարարմամբ հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախարարություն կառնեն եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը մեռելների վիճակի մասին եւ դրանցից այդ հարցերից մեկն է ոգեհարցությունը եւ այն իրականում սկզբնավորվել է դրախտում, երբ որ Սատանան խաբեց Եվային եւ ասեց չեք մեռնի։ Եվ այդ օրվանից սկսած պատմության ողջ ընթացքում այն փոխել է իր ձևերը, բայց բնույթը մնացել է նույնը՝ խաբել մարդկանց։ Խաբել, այսինքն այն իմաստով, որ Սատանան իր ուսմունքի միջոցով, որը բոլորովին չի համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքին, սակայն շատ եկեղեցիներին դավանում այս ուսմունքը, որ մեռնելուց հետո շարունակվում է կյանքը, այսինքն մինչև Քրիստոսի գալուստը, շարունակվում է կյանքը եւ այն իմաստով, որ իբր թե հոգին անմահ է եւ այն գնում է կամ դրախտ կամ դժոխք։ Հիմա մենք ուսումնասիրենք Աստվածաշնչի իման վրա, արդյոք դա այդպես է թե ոչ։ Եվ այս գաղափարն է նաեւ 19-րդ դարի կեղծ կրոնական շարժումներից մեկի հիմքում, որը ձևավորվեց Ֆոքս քույրերի այն հայտարարությամբ, համաձայն որի կարող են իրենց հարցերի պատասխանները ստանալ մահացածների հոգիներից։ Նրանց գործունեությունը հետագայում խարդախություն որակվեց, այսինքն հենց քույրերից մեկը խոստովանեց, որ իրենք արել են խարդախություն։ Ուրեմն մենք գիտենք, որ յուրաքանչյուր պայքարում պատերազմում կան մարտեր եւ մեր առջև դեռ կա այն ամենակարևոր մարտը, վերջին մարտը, որ պետք է մղվի Սատանայի եւ Աստծո միջև, եւ այդ վերջին պայքարի ընթացքում Սատանան ոգեհարցության տարբեր դրսևորումների միջոցով միլիոնավոր մարդկանց կմոլորեցնի։ Հայտնություն գիրքը ցույց է տալիս, որ սա այն միջոցներից մեկն է, որով նա փորձելու է աշխարհը իր վերահսկողության տակ առնել։ Եվ այս դասի նպատակն է ցույց տալ, որ Սատանայի վերջին օրերի մոլորություններից մեր միակ պաշտպանությունը Քրիստոսի հետ անձնական փոխհարաբերություն ունենալն է եւ Աստվածաշնչի ուսմունքների վրա ամրանալ ու հիմնվելն է։ Սա ներառում է նաեւ մահվան վերաբերյալ ուսմունքը, անկախ նրանից, թե ինչ կփորձեն մեզ ասել մեր աչքերը, ականջներն ու սրտերը։ Ուրեմն ինչ է իրականում այս հոգու անմահության տեսությունը։ Սա առասպել է, որ մահը պարզապես մուտք է կյանքի նոր փուլ, հիմնված հոգու բնական անմահության հայեցակարգի վրա։ Այս հեթանոսական գաղափար, իրականում սա հեթանոսական գաղափար է եւ հեթանոսության մեջ է
հեթանոսության ուսմունքն է այդպես եղել։ Վաղ շրջանում, այսինքն եկեղեցու վաղ շրջան ներթափանցեց եկեղեցի, որտեղ վերջինս հեռացավ իր աստվածայցության հենքից, փորձելով իր հավատը լայնորեն տարածել հռոմեական աշխարհում։ Այսինքն իրենց մեջ ներառնելով հեթանոսական ուսմունքը, իրենք ջանում էին ավելի շատ մարդիկ գրավել դեպի քրիստոնեություն։ Մեծ պայքար E549 հոգու անմահության տեսությունը այն կեղծ ուսմունքներից մեկն է, որը Հռոմը փոխ առնելով հեթանոսությունից ներմուծվեց քրիստոնեական կրոն։ Մատթեոս 10:28 ասում է. «Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել եւ հոգին, եւ մարմինը»։ Անգլերեն ասում է destroy, ոչնչացնել։ Այսինքն նրանք, ովքեր ասում են մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց չեն կարող ձեր հոգին սպանել, այսինքն ձեր փրկությունը ձեզանից խլել, այլ ավելի վախեցեք նրանից, այսինքն Աստծուց, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել եւ հոգին եւ մարմինը։ Շատերը կարծում են գեհեն բառը եւ կարծում են, թե սա դժոխքի մասին է, բայց դժոխքը իրականում այն բառն է, որ 5 տակարում օգտագործվել է միշտ գերեզման իմաստով։ Իսկ գեհենը բոլորովին այլ տեղ է, այսինքն երբ որ Քրիստոսը գա, ոչ թե այնտեղն է, որ հավիտյան վարվելու է, այլ երբ որ Քրիստոսը գա եւ դատավճռից հետո պատիժը սահմանի կորուսյալների համար, նրանք ոչնչանալու են հենց գեհենի կրակների մեջ, բայց ոչնչանալու են, ոչ թե հավերժ վարվելու են, եւ նրանց հոգին, եւ նրանց մարմինը, այսինքն ընդհանուր մարդը կոչնչանա։ Սա ասում է ինքը Հիսուսը Մատթեոս 10:28-ում։ Այսինքն հոգին իրականում անմահ չի։ Տերն իր ժողովրդին արգելեց ներգրավել օկուլտիզմի ցանկացած դրսևորման մեջ, նրանք չպետք է հանդուրժեին, որ իրենց մեջ լիներ որևէ կախարդ, կամ բհուկ, կամ բախտասաց, կամ ոգեհարցուկ։ Սա գրած է 2-րդ Օրինաց 18:11 համարում, եւ Աստված Ղևտացոց 20:27 համարով ասում է, որ պետք է նրանց քարկոծեն մինչև մահ։ Այս պատիժը կարծես թե շատ դաժան է, բայց Աստված ընդամենը ուզում էր Իսրայելին պաշտպանել կեղծ աստվածներին երկրպագելուց։ Կախարդությունը դիվային երևույթ է, այն դրդում է կեղծ երկրպագության եւ խեղաթյուրում Աստծո հետ իրական փոխհարաբերությունները, սակայն երբեք չի կարող բավարարել սրտի խոր կարիքները։ Ոգեհարցությունը սատանայի աշխարհը գերեվարելու ծրագրի հիմքն է, սակայն Հիսուսը իր շնորհով ու զորությամբ գերիներին ազատում է նրանց կաշկանդող չարի շղթաներից։ Ինչպես, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, մենք իմանում ենք ճշմարտությունը եւ դա ազատում է մեզ սատանայի գերությունից։ Կարդանք Ժողովող 9:5 համարը։ Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն եւ վարձատրություն էլ չունեն, որտեղ նրանց հիշատակը մոռացվել է։ Նաև կարդանք Հոբ 7:7-9 համարները։ Հիշիր ով Աստված, որ կյանքս մի շունչ է, աչքս նորից բարիք չի տեսնելու։ Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու, աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։ Ինչպես ամպն է անցնում գնում, այնպես էլ գերեզման իջնողը դեռ չի ելնի։ Մի ուրիշ տեղ Հոբը ասում է, որ մինչև երկինքը չասնի, մենք դեռ կկարդանք այդ համարը, ոչ մեկ գերեզմանից չի ելնի։
Եվ Եսայա 8:19-20 Երբ ձեզ ասեն խորհուրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են, այն ժամանակ դուք էլ նրանց ասացեք. ժողովուրդը իր Աստծուց չպիտի հարցնի, ողջերի համար մեռածներին պիտի դիմի ուսուցման և վկայության համար։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չունեն։ Ուրեմն այն համոզմունքը, որ մահացածները մահից անմիջապես հետո դրախտ են գնում, թեև աստվածաշնչային չէ, սակայն ինչպես կիրակի օրվա վերաբերյալ համոզմունքը, որտեղ կիրակի օրը Աստծուն երկրպագերն էլ աստվածաշնչ է, սակայն այս երկու համոզմունքները այնքան երկար ժամանակ գոյություն ունեն եւ այնքան ամուր են արմատավորված, որ մարդկանց համար շատ դժվար է ձերբազատվել դրանցից։ Մարդիկ օգտագործում են համատեքստից դուրս հանված մի քանի տեքստեր, փորձելով արդարացնել այդ տեսությունը։ Սակայն այս կեղծ ուսմունքը նրանց անպաշտպան է թողնում այն մոլորությունների հանդեպ, որոնք սատանան կարող է պարտադրել հատկապես վերջին ճգնաժամի ժամանակ։ Կարդանք Սաղմոսներ 6-րդ գլխի 5 համարը, այնուհետև 115 գլխի 17 համարը։ Որտև մահվան մեջ քեզ հիշել չկա, գերեզմանումով պիտի փառաբանի քեզ։ Եվ 115-17 ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, այլ մենք, այսինքն կենդանիները, պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելույա։ Եվ նաև 3-րդ Թագավորների 2:10-ում ասում են, որ Դավիթը մեռավ, անննջեց, այդ բառն է օգտագործում։ 3-րդ Թագավորների 11:43-ում նույնպես այդ բառն է օգտագործվում, Սաղոմոնը ննջեց եւ նրանից հետո իր որդին եղավ թագավոր, եւ նաեւ նույնը օգտագործվում է Սողոմոնի որդու համար 3-րդ Թագավորաց 14:20-ում, այսինքն ասում է, որ նա մահացավ, ննջեց։ Ինչ են սովորեցնում այս համարները մահացածների վիճակի մասին։ Հին կտակարանը ոչինչ չի սովորեցնում հոգու անմահության մասին։ Այն նաև չի սովորեցնում, որ մահից հետո հավատարիմները ճախրում են դեպի երկնային երանություն, որ հավերժ ապրեն այնտեղ։ Չի սովորեցնում, որ մահից հետո ամբարիշներն իջնում են դժոխք, որտեղ այրվում են հավիտենության ընթացքում։ Այն սովորեցնում է, որ մահը նինջ է, քուն է ընդամենը։ Թագավորների գրքում նահապետների մահը նկարագրելու համար օգտագործում են ննջեց, այսինքն քնեց իր հայրերի հետ արտահայտությունը։ Եվ Սաղմոսներ 13:3-ում կարդում ենք. նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր իմ Աստված, լուսավորիր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։ Անդրադառնալով մահվանը, Հոբը խոսում է քնից չարթնանալու մասին, Հոբ 14:12։ Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում, մինչև երկինքն էլ չանցնի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։ Եվ դա լիովին համապատասխանում է նոր կտակարանի ուսմունքին, որտեղ ասում է, որ երբ որ Հիսուսը գա եւ աշխարհի վերջը լինի, այն ժամանակ մեռելները հարություն կառնեն։ Ոմանք հավիտենական կյանքի եւ ոմանք հավիտենական կործանման համար։ Սաղմոսերքում հավելում է. իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը եւ երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։ Սաղմոսներ 17:15 Խոսելով ասորեստանցիների բանակի ջախջախման մասին Սաղմոս 2-ում զինվորների մահը նկարագրում է քնով թմրեցին արտահայտությամբ, որն անգլերեն թարգմանություններում նկարագրում է որպես վերջնական քուն, մահվան քուն։
Մահացածներին որպես անմարմին ոգիների գաղափարը, որոնք սավառնում են շուրջ բոլորը, կենդանի մարդկանց հետ շփվելու համար ամենևին էլ աստվածաշնչյան չէ, այլ զուտ հեթանոսական։ Սա հեթանոսական ուսմունք է։ Մահվան վերաբերյալ ճշմարտությունը չհասկանալը մեզ սատանայի մոլորությունների թիրախն է դարձնում։ Մեծ պայքար Էջ 560 շատերին դևերի ոգիները կհայտնվեն սիրելի ազգականների կամ ընկերների տեսքով և կներկայացնեն ամենավտանգավոր հերձվածողություններ։ Այս այցելուները կդիմեն մեր հոգու ամենանուրբ զգացմունքներին և հրաշքներ կգործեն իրենց կեղծիքները հաստատելու համար։ Մենք պետք է պատրաստ լինենք նրանց դիմակայելու Աստվածաշնչի այն ճշմարտության, որ մեռածները ոչինչ չգիտեն, ինչպես նոր կարդացինք Աստվածաշնչում, և նրանք, ովքեր այսպես հայտնվում են, դևերի ոգիներն են։ Սա մենք պետք է լավ հիշենք։ Կարդանք Դանիել 12:2 Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ ի հավիտենական նախատինք և անարգանք։ Սա լիովին համապատասխան է Հիսուսի ասացին, որ Հովհաննես 5:8 վերջում ասում է, որ մի զարմացեք, ժամանակը գա, որ մեռելները հարություն կառնեն, արդարները, որպեսզի հավիտյան ապրեն, և անարդարները, որպեսզի հավիտյան մեռնեն։ Եվ նաև կարդանք Հոբ 19:25-26 Իսկ ես գիտեմ, որ փրկիչս ողջ է, և ի վերջո երկրի վրա կկանգնի։ Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու, այսինքն Հոբը հավատում էր հարությանը։ Մահը հանգիստ քննիվիճակ է մինչև հարությունը։ Չկան մեր շուրջ բոլորը սավառնող անմարմին ոգիներ կենդանի մարդկանց հետ հաղորդակցվելու համար։ Թեև ինչու է սատանան հորինել այս թեզը, որպեսզի այդ այսպես կոչեցյալ ոգիներով մոլորեցնի մարդկանց, իսկ այդ ոգիները իրականում իր դևերն են, որոնք կարող են առնել յուրաքանչյուր մարդու տեսքը, նույնիսկ իրենց ձայնով խոսել։ Թեև հեթանոսները հավատում էին ոգեղեն աշխարհին, իսրայելացիները ման ընկալում էին որպես քուն մինչև հարության առավոտը։ Անշուշտ մենք սգում ենք մեր մահացած հարազատների համար, բայց Քրիստոսով մահացածների մասին հարկավոր է այսպես մտածել, նրանք փակում են աչքերը մահվան մեջ, և հետո անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի մինչև Հիսուսի վերադարձը, հաջորդ բանը, որ կիմանան, երկրորդ գալուստն է։ Առաջին միտքը, որ նրանք կարող են ունենալ հարության ժամանակ, այս կլինի. Օ, ի վերջո Հիսուսն իսկապես վերադարձավ։ Այսինքն, ինչպես որ քնում ենք, մենք չենք զգում քնի ամբողջ 8 ժամերը կամ 7 ժամերը կամ 6 ժամերը։ Մեզ թվում է, որ մենք մեր աչքերը բացեցինք, հետո փակեցինք, հետո մյուս ակնթարթ մեր աչքերը բացում ենք։ Մենք այդ ամբողջ 8 ժամերը չենք զգում։ Կարդանք Հովհաննես 11:11-14 համարները և 21-25 համարները։ Այս ասելուց հետո նրանց ասաց. մեր բարեկամը Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ։ Այդժամ նրա աշակերտներն ասացին. Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա։ Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. Ղազարոսը մահացել է։ Եվ 21-25 համարները, երբ որ Հիսուսը հետո մի երկու օր անց գնում է, արդեն Ղազարոսը մեռած էր, և Մարթան Հիսուսին ասում է. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա, բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էր, որ խնդրես, Աստված կտա քեզ։ Հիսուսը նրան ասաց. քո եղբայրը հարություն կառնի։ Այսինքն Հիսուսը նկատի ուներ, որ ինքը հիմա հարություն կտա Ղազարոսին, բայց Մարթան, որ գիտեր Հիսուսի սովորեցրածը, Հիսուսի ուսմունքը, նրան ասաց. գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը հարության ժամանակ, որտեղ նախօրոք Հիսուսը իրեն սորացրել էր։
Այն համարը, որ ես ասեցի, Հովհաննես 5 գլխի վերջին համարները, արդեն գիտեր Մարթան։ Հիսուսը ասել էր դրա մասին։ Դրա համար ասեց, այո, գիտեմ, որ երբ որ դու գաս, այն ժամանակ հարություն կառնի, բայց Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ թեկուզ եւ եռնի կապրի։ Այսինքն նկատի ուներ, որ ինքը երբ էլ ուզենա մարդկանց կարող է հարություն տալ։ Բայց հիմնական մասսայական հարությունը լինելու է նրա երկրորդ գալուստի ժամանակ։ Եվ իրականում նա հարություն տվեց Ղազարոսին եւ Ղազարոսը մի քանի տարի էլ ապրեց։ Միգուցե մինչև խորձերություն։ Նաև կարդանք առաջին Կորինթացիս 15 գլխի 51-ից 54 համարները։ Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ, ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս էլ նորոգվելու։ Հանկարծ մի ակնթարթում վերջին շեփորի հնչման ժամանակ, որտեղ շեփորը կհնչի ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, այսինքն անապակելի մարմնով։ Եվ մենք կփոխակերպենք, ոչ թե իրենց արդեն փտած մարմիններով կամ արդեն հող են դարին, նո, իրենք նոր մարմիններով հարություն կառնեն։ Եվ մենք էլ այսինքն կենդանիները կփոխակերպվենք, որտեղ այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է մահը հաղթության մեջ ընկղմվեց։ Եվ նաև կարդանք առաջին Թեսաղոնիկեցիս 4 գլխի 15-ից 17 համարները։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը ննջեցյալներից առաջ չենք անցնի, քանի որ Տերը ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողի հնչմամբ, երկնքից ցածկ իջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն եւ հին եւ նոր կտակարանները մահվան խորհրդանիշը օգտագործում են որպես քուն։ Աստվածաշնչում առնվազն 53 անգամ քուն բառը առնչվում է մահ երևույթին։ Աստվածաշնչի գրողները համաձայն են, միահամուռ համաձայն են, որ անմահ հոգու մեջ գիտակցված գոյություն չկա, որն անմիջապես մահից հետո լքում է մարմինը։ Իբր թե նոր կտակարան ավելացնում է լրացուցիչ չափորոշիչ, որի մասին արդեն ակնարկվել է հին կտակարանում, փառավոր հարությունը Քրիստոսի վերադարձի ժամանակ։ Սա ասել ենք, մի անգամ է կրկնենք, որ ինչպես է ստեղծվել մարդը, Ադամ, ասում է հողի փոշուց սարքեց եւ հետո իր ռնգերի մեջ փչեց կենդանության շունչը եւ նա դարձավ կենդանի հոգի, այսինքն կենդանի մարդ։ Եթե այս երկուսից մեկը չկա, չի կարող հոգին լինել։ Հոգին դա մեր նկարագիրն է, մեր բնավորությունը, մեր մտավոր էությունը, մեր հուզական էությունը, այս բոլորը կոչվում է հոգի։ Ուրեմն երբ որ մեր մարմինը չկա կամ շունչը չկա, չի կարող լինել հոգի։ Չի կարող առանց ուղեղի աշխատանքի լինել մտավոր եւ հուզական աշխարհ եւ նաեւ հոգեվոր աշխարհ, որտեղ մենք ամեն ինչ ընկալում ենք մեր աչքերով, մեր ականջներով եւ դրա հիման վրա վերելուծում մեր ուղեղը եւ մենք ձևավորվում ենք որպես մարդ, ձևավորվում է մեր բնավորությունը, որը Աստվածաշունչը որ ասում է հոգի նկատի ունի հենց դա։ Մեր կերպարը։ Ուրեմն մեր հույսը ոչ թե այդ սուտ ուսմունքն է, որ մեռնելուց հետո իբր թե մեր անմահ հոգին, մենք կարդացինք, որ հոգին անմահ չէ, կարող է գնալ, չգիտեմ, դրախտ կամ դժոխք
այլ այն է, որ Հիսուսը հարություն է առել եւ երբ որ ինքը գա, հարություն է տալու մեռելներից բոլոր մարդկանց։ Ոմանց հավիտենական կյանքի համար, ոմանց հավիտենական կործանման։ Ուրեմն հավետարաններն ընդգծում են, որ հավիտենական կյանքը միայն Քրիստոսի մեջ է։ Ժողովի բոլոր դևերը չեն կարող հավատացյալներից խլել հավիտենական կյանքի վստահությունը։ Խաչի վրա Քրիստոսը հաղթեց մահին։ Գերեզման այլևս չի կարող իր զոհերին պահել։ Քրիստոսի հարությունն այն գրավականն է, որ բոլոր հավատացյալները մի օր հարություն կառնեն գերեզմանից, երբ նա վերադառնա։ Դիտարկենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը, որ գրված է Առաջին Կորինթացիս 15:16-18 համարներում։ Որտեղ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն այն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք, ուրեմն նրանք էլ ովքեր Քրիստոսով ննջեցին կորան։ Այսինքն Պողոսը ինչ է այստեղ ասում։ Ասում է մի տխրեք, ձեր ազգականը հիմա երկնքում է Քրիստոսի հետ իր անմահ հոգին, ոչ։ Ինքը այստեղ պարզ նշում է, որ քանի որ Քրիստոսը հարություն է առել, նաև հարություն է տալու բոլոր մյուսներին եւ մեր հույսը հենց դա է, այլ ոչ թե այդ սուտ կրոնը, այդ սուտ ուսմունքը։ Ինչպես կարելի է հասկանալ այս համարները, եթե մահացածները արդեն երկնային երանության մեջ են։ Ինչ նկատի ունի Պողոս առաքյալը, երբ ասում է կորան, եթե իրականում արդեն երկնքում են, մարդկանց կարծիքով։ Ուրեմն Պողոս առաքյալը շեշտադրում է, որ մարդու փրկությունը ոչ թե նրանն է, որ մահից հետո իր անմահ հոգին գնում է երկինք, այլ Քրիստոսի հարության մեջ է մեր հույսը եւ մեր փրկությունը։ Քանի որ եթե Հիսուս Քրիստոսը հարություն է արել, հաղթել է մեղքին, ուրեմն ինքը մեզ էլ հարություն կտա։ Փոխարենը առաքյալի ամբողջ միտքն այն է, որ Քրիստոսի հարությունը մեր հարության հիմքն է, եւ որ առանց հարության ձեր հավատն այն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք, իսկ մեռելները մնում են հողի մեջ մեռած վիճակում։ Այս համարները կատարարապես համահունչ են Հիսուսի գալուստի ժամանակ հարության հույսի մասին խոսող այլ աստվածաշնչյան համարների հետ, երբ մենք կստանանք այն անեղծ, անարատ ու անթարամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Առաջին Պետրոս 1:4։ Եթե այնուամենայնիվ մահացածներն արդեն երկնքում են, ինչու է Պետրոսը խոսում մեզ համար երկնքում պահված ժառանգության մասին։ Եվ նույնը ասում է Եբրայեցիս 11 վերջին համարները, որ հավատքի համար տառապած բոլոր մարդիկ իրենց պարգևը դեռ չեն ստացել, այլ սպասում են, որպեսզի բոլոր թիվը լրանա փրկվածների, որ միասին ստանան իրենց համար պահված հավիտենական կյանքի պարգևը։ Ակնհայտ է, որ նոր կտակարանի հավատացյալներն անհամբեր սպասում էին Քրիստոսի գալուստին եւ մահացածների հարությանը, եւ այս հույսը նրանց օգնում էր հավատարիմ մնալ կյանքի փորձություններում։ Ուրեմն ինչպես եւ սրանք շատ քիչ համարներ են, շատ ավելի շատ համարներ եւ տեքստեր կան, որոնք ապացուցում են, որ Քրիստոսի հարությունն էր հույսը, այլ ոչ թե անմահ հոգու գնալը երկինք։ Եվ նոր կտակարանը, եւ հին կտակարանը իրար չեն հակոսում, իրանք նույն ուսմունքն են տալիս։ Այժմ կարդանք Մատթեոս 24:5, 11 եւ 24 համարները։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. Ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն, եւ իրոք սա շատ է եղել։ 11 համարը. Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու եւ շատերին մոլորեցնելու, որտեղ ելնելու են սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ եւ մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի ընտրյալներն էլ մոլորեցնեն։ Այսինքն այն քրիստոնյաները, որ հենց հույսը դնում են հրաշքների վրա, այլ ոչ թե աստվածաշնչյան ուսմունքի վրա,
որ իրենց հավատքը հիմնում են ոչ թե Աստվածաշնչյան ուսմունքի վրա, այլ հրաշքների վրա, նրանք կարող են մոլորվել։ Ինչու, որտեղ շուտով կկարդաք, որտեղ շատ սուտ մարգարեներ ու սուտ Քրիստոսներ, սուտ հրաշքներ են կատարելու։ Նաև կարդանք երկրորդ Թեսաղոնիկեցիներ 2-րդ գլխի 7-ից 9 համարները, որտեղ անօրինության խորհուրդն արդեն զորանում է, բայց չի պիտի կատարվի, մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է, եւ այդ ժամանակ հայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսը իր բարյանի շնչով կսպանի, իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է, ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով։ Այսինքն հակաքրիստոսը, որ սուտ հրաշքներով, զորություններով է գործելու։ Նաև կարդանք Հայտնություն 13 համարը, 13 գլխի 13 համարը, եւ մեծ նշաններ էր գործում երկնքից, կրակ էր իջեցնում երկրի վրա մարդկանց առաջ, մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ, ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն այն գազանի պատկերը, որ սրի վեր կուներ եւ ապրեց։ Այսինքն տեսեք ինչպես է չարը իր դևերով եւ իր մարդկային ագենտներով սուտ նշաններով եւ հրաշքներով խաբում մարդկանց։ Եվ նաեւ կարդանք Հայտնություն 16 գլխի 13 եւ 14 համարները, Եվ տեսավ Իշապի գազանի եւ սուտ մարգարեի բերանից 3 պիղծ ոգիներ են ելնում նման գործերի, քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն ամենակալ Աստծո այն մեծ օրվա համար։ Այսինքն իրենք կողմնակիցներ են վերցնում այդ հայտնի մարդկանցից, ղեկավարներից, իրենց գործի համար կողմնակիցներ վերցնում, այսինքն իրանք շահում են այդ մարդկանց, որպեսզի նրանց ներգրավեն Աստծո դեմ պայքարի մեջ։ Սատանան կօգտագործի նշաններ ու տպավորիչ հրաշքներ Հիսուսի գալուստից անմիջապես առաջ մեծաթիվ մարդկանց մոլորեցնելու համար։ Մեկնաբանելով դիվային ոգիների կեղծ ուժը, Անխել Ռոդրիգեսը տալիս է հետևյալ խոսուն նկարագրությունը։ Նրանց համոզելու ուժը կարելի է գտնել ոչ թե իրենց լուրի բովանդակության, այլ գերբնական դրսևորումների ուժի մեջ, որոնք կոչվում են նշաններ կամ հրաշքներ։ Նրանք նշաններ են անում դիմելով մարդկանց հուզական կողմին, այլ ոչ թե իրենց հայեցողական ու բանական կարողություններին։ Այն փաստը, որ այս նշանները կատարում են դևերի կողմից, ցույց է տալիս, որ 3 դևերի վիշապ, գազան եւ կեղծ մարգարե լուրը միավորող ուժն իր բնույթով ոգ է, պաշտական է։ Աստված չէ դրանց պատճառը կամ սկզբնաղբյուրը, քանի որ տիեզերական պայքարը մոտենում է ավարտին, դիվային ուժը մարդկության պատմության ասպարեզ կմտնի աննախադեպ կերպով։ Ոգեհարցությունը, որի հիմքում հոգու անմահության ոչ աստվածաշնչյան ուսմունքն է, գրեթե կպաշարի աշխարհը։ Սա նա գրել է տիեզերական պայքարի ավարտը 3 հրեշտակների լուրերի նշանակությունը էջ 6։ Ինչու է վտանգավոր մեր զգացմունքներին ստահելը։ Որովհետև Հիսուսը գա ինքը չի ասելու ապրեք, որ հավատացիք այդ հրաշքներին։ Հակառակը լինելու են մարդիկ, ովքեր ասելու են մենք քո առջև հրաշքներ գործեցինք, մենք էս արեցինք, այն արեցինք, բայց Հիսուսը ասելու է գնացեք այն կողմ, ես ձեզ չեմ ճանաչում, անօրեններ։ Հենց այդ բառն է օգտագործված Աստվածաշնչում։ Այսինքն մեր հավատքի հիմքը պիտի լինի Աստվածաշունչը եւ միայն Աստվածաշունչը, այլ ոչ թե սուտ հրաշքները, որ տեղի ունենում մեր շուրջը։ Եթե մենք մեր հավատը հիմնենք այդ սուտ հրաշքների վրա, ապա մենք չարաչար կխաբնվենք եւ կկործանվենք։ Կարդանք մեծ պայքար H 561-562։ Սատանան երկար է պատրաստվել աշխարհը խաբելու իր վերջին փորձին։
Աստիճանաբար նա ճանապարհ հարթեց իր խաբեության գլուխգործոցի ոգեհարցության համար։ Նա դեռ չի հասել իր ծրագրերի լիակատար իրականացմանը, բայց կհասնի ժամանակի վերջին հատվածում։ Բացի նրանցից, ովքեր կպահվեն Աստծո զորությամբ, հավատալով նրա խոսքին, ողջ աշխարհը կներքաշվի այդ մոլորության մեջ։ Մարդիկ արագորեն ընկնում են բախտորոշ ապահովության ներհի մեջ, այսինքն սուտ ապահովության ներհի մեջ, որպեսզի արտանան միայն Աստծո բարկության պատոհասներից, երբ արդեն ուշ կլինի։ Ուրեմն Սատանան ինքը արդեն պարտված թշնամի է, բայց ինչու է նա այսքան ջանք թափում, որպեսզի այս վերջին մարտում հաջողություն ունենա։ Թվում է, թե պիտի ասել մեկակործանված եմ, ինչ տարբերություն, բայց ինքը լավ գիտի, որ բոլոր փրկվածների փոխարեն ինքն է պատժվելու։ Ինչքան շատ փրկվածներ լինի, այնքան իր պատիժը երկար է լինելու, այնքան ինքը ավելի երկար է տառապելու կրակի բոցերի մեջ, եւ դրա համար էլ ինքը այս վերջին մարտում փորձում է ինչքան հնարավոր է մարդկանց խաբի, եւ ըստ Աստվածաշնչի նրան դա հաջողվելու է։ Շատ մեծ քանակությամբ մարդիկ ընկնելու են մոլորության մեջ, բայց ոչ թե նրա համար, որ Սատանան է ստիպել նրանց, որ հավատան, Սատանան չի կարող ստիպել մարդուն, այլ հենց իրենց ուզելով են խաբվել։ Իրենք են ընտրել այդ ճամփան։ Մեր միակ ապահովությունը Հիսուսի եւ նրա խոսքի մեջ է։ Դժվար չէ տեսնել, թե ինչպես միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր մարդիկ, որ չեն հասկանում մահացածների վիճակը, կարող են տարվել մոլորություններով, որոնք ներառում են այն գաղափարը, որ մահացածներն ապրում են մահից հետո։ Այսինքն կամ գնում են իբր թե դժոխք, կամ գնում են իբր թե դրախ։ Մեր փրկության հույսը հիմնավորված է Քրիստոսով։ Նրա արյունով ներկված ձեռքերը մեզ դրդում են ընդունելու անսահման գնով ձրի մատուցված զոհաբերությունը։ Շուտով Քրիստոսը կվերադառնա պահանջելու իր սեփականությունը։ Քրիստոսի երկրորդ գալուստը անվանվում է երանելի հույս Տիտոս 2:13 համարում։ Սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, այսպես է ասում Տիտոսը։ Ուրեմն երանելի հույսը ո՞րն է։ Քրիստոսի գալուստը եւ մահացածների հարությունը եւ մեր կերպարանափոխումը եւ Հիսուսի հետ միավորումը, այլ ոչ թե մահից հետո իբր թե մեր անմահ գնում է երկինք։ Սատանայի նպատակն այդ հույսը ոչնչացնելն է։ Նա այս ամբողջ ստերը հորինել է, որ իսկական մեր հույսը ոչնչացնի։ Նա հրաշքներ, նշաններ ու դյութող երևույթներ կգործի, ցանկացած բան եւ ամեն ինչ, որը կարող է մարդկանց հեռացնել աստվածաշնչյան ճշմարտությունից եւ Քրիստոսի փրկությունից։ Հայտնություն 14:12 ասում է. այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծո պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Վերջնական պայքարում Սատանան ամեն ինչ կանի, որ մարդիկ չպահեն Աստծո պատվիրանները կամ Հիսուսի հավատը կամ էլ երկուսը միասին։ Այսինքն կան մարդիկ, ովքեր միայն պատվիրաններն են պահում, բայց արհավարում են Հիսուսին, օրինակ հրեաները։ Կան մարդիկ, ովքեր իբր թե Հիսուսի հավատ ունեն, բայց արհամարում են Աստծո պատվիրանները։ Օրինակ շատ քրիստոնյա եկեղեցիներ։ Եվ կան մարդիկ, ովքեր երկուսն էլ չեն ընդունում, ոչ օրենքն են ուզում պահել, ոչ էլ Քրիստոսի հավատն են ուզում ունենալ։ Եվ Սատանան մարդկանց անդադ ուզում է խաբել եւ դրդել դրան, բայց ինքը չի կարող զորել, ստիպել, այլ մարդը ինքը իր կամքով է ընտրություն անում։ Հետևաբար պետք է զգույշ լինել ցանկացած ուսմունքից, որը նույնիսկ եթե ուղեկցվի նշաններով, հրաշքներով ու դյութող երևույթներով, մեզ կհեռացնի մնացորդի այս երկու հատկանիշներից որևէ մեկից։ Կապ չունի, թե ինչքան հրաշքներ կան։ Եթե դուք չեք արհամարում եք Աստծո օրենքը եւ Հիսուսի հավատը,
կամ մեկը կամ մյուսը, այդ հրաշքները ոչ մի օգուտ ձեզ չեն տա։ Կարդանք Մատթեոս 24:23-27 համարները։ Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ, չհավատաք, որովհետև ելնելու են սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ եւ մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ահա նախապես ձեզ ասացի, արդ եթե ձեզ ասեն, ահա անապատում է չի ելնեք, ահա մարանում է, չհավատակ, որտեղ ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ մարդու որդու գալուստն է լինելու։ Նաև կարդանք, այսինքն ամեն աճ կտեսնի Քրիստոսի գալուստը։ Նաև կարդանք երկրորդ Կորինթացիս 11:13-14 համարները, որտև այդպիսիների սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում, եւ զարմանալի չէ, որտև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Այսինքն մի խաբնվեք լույսի հրեշտակներով, որտև ինքը սատանան ի զորու է նույնիսկ Քրիստոսի կերպարանքը ընդունել, եւ նա դա անելու է, փորձելու է անել, ինչպես ասում է երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:2-9-12 համարները։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է, ամեն տեսակ զորությամբ, նշաններով եւ սուտ հրաշքներով, ամեն տեսակ անիրավ խաբեություններով, նրանց համար, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն, այսինքն այն մարդը, որ չի հավատում ճշտին, ինքը երրորդ ուղի չունի, ինքը ավտոմատաբար սկսում է հավատալ մոլորությունների, երրորդ ձև չկա։ Որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրության մեջ հաճույք ստացան։ Ամբողջ պրոբլեմը դրանումն է։ Ժամանակի վերջում սատանան կգործադրի իր վերջնական խաբեությունը։ Շուտով երկնքում կարդանք մեծ պայքար H624։ Շուտով երկնքում ահավոր գերբնական տեսիլքներ կերևանի, նշան դևերի հրաշագործ ուժի, դևերի ոգիները կհայտնվեն երկրի թագավորների եւ ողջ աշխարհի մոտ, մոլորեցնելու նրանց եւ ստիպելու, որ միանան սատանային երկնքի կառավարության դեմ նրա վերջին պայքարում։ Եվ իհարկե շատերն էլ միանում են եւ նույնիսկ բաց պաշտում են սատանային, շատ ղեկավարներ այս աշխարհի կամ գաղտնի ղեկավարներ այս աշխարհի։ Նրանց խաբեությունից հավասարապես կմոլորվեն ղեկավարներն ու հպատակները։ Ոչ միայն ղեկավարներն են խաբվում, այլ նաև հպատակները, սովորական մարդիկ վեր կկենան, ձևացնելով, թե իրենք Քրիստոսն են, եւ կհավակնեն այն տիտղոսին ու երկրպագությանը, որ պատկանում է միայն աշխարհի փրկչին։ Նրանք զարմանահրաշ բժշկություններ կանեն, ասելով, թե հայտնություններ ունեն երկնքից, որոնք սակայն կհակասեն Սուրբ գրքի վկայությանը։ Այսինքն իբր թե հրաշքի անում, իբր թե բուժում է մարդուն, բայց սովորեցնում է այն, ինչ որ լիովին հակառակ է աստվածաշնչյան ուսմունքին։ Որպես խաբեության մեծ դրամայի եզրափակիչ գործողություն, սատանան ինքը կհայտնվի Քրիստոսի կերպարանքով։ Եկեղեցին վաղուց հայտարարել է, որ սպասում է Փրկչի գալստյանը, որպես իր հույսերի իրականացում, մեծ խաբեբան այժմ այնպես կանի, որ թվա, թե Քրիստոսը եկել է։ Երկրի տարբեր մասերում սատանան կհայտնվի որպես շլացուցիչ պայծառության փառավոր միակ, հիշեցնելով Աստծո ինչպես նկարագրված է Հովհաննեսի հայտնության գրքում։ Ուրեմն, այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչ չեն կարդացել եւ կամ կարդացել են ու չեն հավատում,
որտեղ դա նկարագրում է ճշմարտացիորեն, թե ինչպես է Քրիստոսը գալու։ Քրիստոսը գալու է երկնքից բյուր հրեշտակների ուղեկցությամբ եւ մեծ փառքով, եւ այդ փառքից նույնիսկ հալվելու են երկինքները եւ ամբողջ աշխարհն է ոչնչանալու։ Սատանան երբեք չի կարող նույնը կրկնել, նա իզորու չէ դա անել։ Եվ դրա համար ինքը մարդկանց խափում է այս ձևով, կխափի, կհայտնվի Հիսուսի տեսքով, մեկ այստեղ, մեկ այնտեղ, եւ այն մարդիկ, ովքեր չեն կարդացել Աստվածաշնչի ճշմարտությունը չգիտեն, կհավատան նրան, որ այդ էակը Հիսուսն է, եւ իհարկե ինքը կսորեցնի նրանց ուսմունքներ, որոնք հակառակ են Աստվածաշնչյան ճշմարտությանը։ Եվ այդպես մարդիկ լսելով կխաբվեն եւ կկործանվեն։ Մեզ տրված է հետևյալ նախազգուշացումը։ Մեծ պայքար էջ 560։ Շատերին դևերի ոգիները կհայտնվեն Սիրիլի ազգականների կամ ընկերների տեսքով եւ կներկայացնեն ամենավտանգավոր հերձվածողություններ։ Այս այցելությունները կդիմեն մեր հոգու ամենանուրբ զգացմունքներին եւ հրաշքներ կգործեն իրենց կեղծիքները հաստատելու համար։ Մենք պետք է պատրաստ լինենք նրանց դիմակայելու Աստվածաշնչի այն ճշմարտությամբ, որ մեռածները ոչինչ չգիտեն եւ նրանք, ովքեր այսպես հայտնվում են, դևերի ոգիներն են։ Հենց մեր առջև է փորձության ժամը, որ գալու է այս աշխարհի վրա, փորձելու երկրի վրա բնակվողներին։ Հայտնություն 3:10։ Բոլոր նրանք, որոնց հավատն ամուր հաստատված չի Աստծո խոսքի վրա, կխաբվեն ու կհաղթվեն։ Սատանան գործում է աներության ամեն խաբեությամբ, որպեսզի իշխանություն ձեռք բերի մարդկանց որդիների վրա, եւ նրա խաբեությունները գնալով աճելու են, բայց նա կարող է իր նպատակին հասնել միայն այն դեպքում, երբ մարդիկ հոժարակամ տրվեն նրա փորձություններին։ Նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են ճանաչել ճշմարտությունը եւ ջանում են հնազանդությամբ սրբել իրենց հոգիները, ամեն հնարավորը անելով պայքարին պատրաստվելու համար, հուսալի պաշտպանություն կգտնեն ճշմարտության Աստծո մեջ։ Որովհետև հայտնություն 3:10 ասում է, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ, խոստանում է Փրկիչը։ Այսինքն այդ փորձության ժամանակ նա ավելի շուտ երկնային բոլոր հրեշտակներին կուղարկի պաշտպանելու իր ժողովրդին, քան թույլ կտա, որ գեթ մի հոգի, որ ապավինում է իրեն, հաղթվի սատանայից։ Ինչ հոյակապ խոսքեր։ Արդյոք մենք ուզում ենք այս բազմաթիվ հրեշտակների պաշտպանություն ունենալ, թե ոչ։ Եթե ուզում ենք, ապա շտապենք Հիսուսի ոտքերի մոտ, շտապենք ընդունելու նրա Աստվածաշնչյան ճշմարիտ ուսմունքը, այլ ոչ թե հավատալու եւ խաբվելու սատանայի կողմից ստեղծված ուսմունքներով։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա մեջ, որպեսզի մենք ապրենք իր խոսքին համապատասխան եւ չմոլորվենք այս կամ այն սուտ ուսմունքներից, որոնք բոլորովին հակառակ են Աստվածաշնչյան ուսմունքին, եւ թող Աստծո օրհնությունը լինի մեզ բոլորիս վրա, Աստծո օրհնությամբ մինչև մյուս շաբաթ։